Իմ զավակ, կանգ առ գոնե մի ակնթարթ։ Խնդրում եմ քեզ, տուր ինձ քո սրտի ընդամենը մի քանի րոպե եւ լսիր ինձ, որովհետեւ այս պատգամը չափազանց կարեւոր է, որպեսզի անցնես կողքով։ Հիմա ես դիմում եմ ոչ բոլորին։ Ես խոսում եմ հենց քեզ հետ։ Ես այս պահը ընտրել եմ ոչ պատահաբար։ Ես գիտեմ, որ դու երկար սպասել ես եւ փնտրել ես նշան։ Դու կանչել ես ինձ քո սրտի լռության մեջ, եւ ահա ես տալիս եմ քեզ պատասխան։ Այս խոսքերը քո առջև հայտնվել են ոչ պատահաբար։ Ես դրել եմ դրանք քո ճանապարհին, որովհետև իմ սերը քեզ հանդեպ անսահման է։ Խնդրում եմ, մի շրջվիր եւ մի հեռացիր նրանից, ինչ ես ուզում եմ բացահայտել քեզ հիմա։ Եթե ուշադիր լսես, քո կյանքը կարող է փոխվել։ Մնա ինձ հետ այս սուրբ րոպեներում։ Դրանց մեջ պարունակվում է այն պատասխանը, որին դու այդքան երկար սպասել ես։ Հասկացիր սա, իմ զավակ։ Եթե հիմա շրջվես, կզղջաս։ Ոչ թե այն պատճառով, որ ես պատժեմ քեզ, այլ որովհետև կկորցնես այն օրհնությունը, որ պատրաստված է հենց այս պահի համար։ Դու փնտրել ես ուղղություն։ Դու խոսել ես խավարի մեջ խնդրելով. Աստված, ցույց տուր ինձ, որ լսում ես ինձ։ Եվ ահա ես խոսում եմ քեզ հետ ուղղակիորեն։ Մի անտեսիր իմ ձայնը։ Խոսքերը, որ հիմա լսում ես, դռների բանալիներ են, որոնք երկար ժամանակ փակ էին քո կյանքում։ Սա վերքերի բուժումն է, որոնք դու անբուժելի էիր համարում։ Սա ուժ է այնտեղ, որտեղ դու քեզ թույլ էիր զգում, եւ լույս խավարի համար, որը չափազանց երկար է շրջապատել քեզ։ Սա չի կարող սпасել, իմ սիրելի։ Կան ժամանակներ, երբ ես խոսում եմ հանգիստ, եւ կան պահեր, երբ կանչում եմ համառորեն։ Հիմա հենց այդպիսի պահ է։ Մի ընդունի սա որպես սովորական բան։ Մի ասա ինքդ քեզ, հետո կկարդամ։ Թշնամին ուզում էր միայն մեկ բան, որ դու սահես իմ խոսքերի կողքով, հեռացնես դրանք ասելով, սա ինձ համար չէ։ Բայց ես քեզ հստակ ասում եմ, իմ զավակ, սա հենց քեզ համար է նախատեսված։ Ես գիտեի, որ քո սիրտը պատրաստ է լինելու։ Ես կազմակերպել եմ այս պահը այնպես, որ դու չկարողանաս խուսափել դրանից, որովհետև չափազանց շատ եմ սիրում քեզ, որպեսզի թույլ տամ շարունակել թափարել առանց այն ճշմարտության, որը փրկում է, բուժում եւ բարձրացնում է։ Հիշիր, թե քանի անգամ ես զգացել, թե ինչպես եմ ես դիպչում քո սրտին։ Դու մերժել ես այդ միտքը, ասելով ինքդ քեզ, հավանաբար սա իմ սեփական մտորումներն են։ Բայց սա քո երևակայության պտուղը չէ, սա պատահական պատգամ չէ, սա իմ աստվածային միջամտությունն է քո օրվա մեջ, իմ սուրբ դիպչումը քո անհանգիստ մտքին, որպեսզի հիշեցնեմ քեզ, ես տեսել եմ, ես սպասել եմ, ես կանչել եմ քեզ եւ այլևս չեմ կարող լռել։ Ես տեսնում եմ բեռը, որ դու կրում ես, ես տեսնում եմ անքուն գիշերները, երբ քո հոգին հանգիստ չի գտնում։ Ես տեսնում եմ արդյունքները, որ ընկնում են այնտեղ, որտեղ ոչ ոք չի նկատում։ Ես գիտեմ, թե որքան հոգնած է քո սիրտը։ Ես տեսնում եմ, թե ինչպես ես փորձել ուժեղ լինել, մինչ ներսում դանդաղորեն քայքայվում էիր։ Եվ այդ պատճառով հիմա ասում եմ քեզ, տուր ինձ ընդամենը 2 րոպե, եւ դու կհասկանաս, որ դու մոռացված չես։ Եթե մերժես սա, կկորցնես օրհնությունը, որ արդեն պատրաստված է քեզ համար։ Ես խոսում եմ ոչ թե ինչ-որ հեռավոր բանի մասին, ես խոսում եմ այն մասին, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Երբ լսում ես, իմ հոգին արդեն գործում է։ Երբ այս խոսքերը դիպչում են քո սրտին, կապանքները սկսում են փլուզվել։ Երբ քո աչքերը սահում են այս տողերի վրայով, ես արդեն փոխում եմ քո առջև ճանապարհը։ Այս պահը կարևորագույն է։ Սա սուրբ խաչմերուկ է անցյալի եւ գալիքի միջև։ Հենց այդ պատճառով ես խոսում եմ քեզ հետ այդպիսի համառությամբ։ Մի շրջիր հայացքդ, մի կարծրացրու քո սիրտը, մի թույլ տուր, որ եռուզեղն ու շեղումները զրկեն քեզ նրանից, ինչ ես հիմա հանձնում եմ քո ձեռքերը։ Իմ զավակ, դու քեզ անարժան ես համարել իմ սիրո։ Դու մտածել ես, որ քո սխալները չափազանց մեծ են, թերությունները չափազանց ծանր, իսկ քո պատմությունը չափազանց կեղտոտ է։ Բայց լսիր ինձ, ոչինչ չի նվազեցրել իմ սերը քեզ հանդեպ։ Ոչինչ, ինչ դու արել ես, չի հեռացրել ինձ։ Ես դեռ այստեղ եմ։ Ես կանչում եմ քեզ անունով։ Ես ձգվում եմ դեպի քո սիրտը։ Ես գիտեմ այն պայքարը, որի մասին ոչ ոք չի կռահում։ Ես գիտեմ մտքերը, որ անցնում են քո մտքում, անհանգստությունները, որ սեղմում են քեզ, կասկածները, որ շշնջում են լռության մեջ։ Եվ այնուամենայնիվ, ես գալիս եմ ոչ դատաստանի, այլ սիրո հետ, ոչ դատելու համար, այլ թարմացնելու, ոչ ընկնելու մասին հիշեցնելու, այլ հայտարարելու, դու դեռ իմն ես։ Մի մտածիր, որ սա պարզապես հերթական խոսքեր են։ Սա ես եմ Հիսուս, խոսում եմ քեզ հետ ուղղակիորեն։ Ես այն եմ, ով քայլել է ջրերի վրայով։ Ես այն եմ, ով մեկ խոսքով հանգստացրել է փոթորիկները։ Ես այն եմ, ով բուժել է հիվանդներին եւ կյանք է վերադարձրել մերյալներին։ Եվ հիմա ես դիմում եմ քո փոթորքին։
Ես մտնում եմ քո ցավի մեջ։ Ես հրամայում եմ խաղաղությանը պատել քո սիրտը։ Այլևս քեզ հարկավոր չէ մենակ գրել այս բեռը։ Քեզ հարկավոր չէ ձևացնել ուժեղ, երբ ներսում փլուզվում ես։ Հանձնիր սա ինձ, իմ զավակ, որովհետև իմ ուսերը բավականաչափ ամուր են, որպեսզի գրեն այն, ինչ դու այլևս չես կարող գրել։ Հենց այդ պատճառով ես խոսում եմ քեզ հետ այդպիսի հրատապ անհրաժեշտությամբ։ Մնա ինձ հետ ընդամենը 2 րոպե, որովհետև հենց հիմա ես քո սրտում ցանում եմ բուժման, հույսի և ազատության սերմեր։ Եթե հեռանաս, կարող ես բաց թողնել այն ճշգրիտ պատասխանը, որի համար այդքան երկար աղոթել ես ինձ։ Դու լաց ես եղել սպասելով նշանի, և ահա այն։ Դու ծարավ ես եղել ըմբռնման, և ահա այն։ Դու փնտրել ես առաջընթաց, և սա այդ առաջընթացի սկիզբն է։ Գրիր քո սրտում. ես առանց քեզ ոչինչ եմ Տեր։ Քեզ մեջ է իմ ուժը, իմ սիրելի։ Թույլ տուր, որ այս խոսքերը խորապես թափանցեն քո հոգու մեջ։ Դու անտեսանելի չես, դու լքված չես, քեզ անտես չեն անում։ Դու ընտրված ես, դու թանկ ես, քեզ տեսնում են, և ես այստեղ եմ։ Ես պատրաստել եմ այս պահը դեռ աշխարհի ստեղծումից առաջ։ Շատ առաջ, քան դու հանդիպել ես փորձություններին, շատ առաջ, քան դու արտասանել ես քո առաջին աղոթքը։ Ես արդեն ստեղծել եմ այս պահը, որպեսզի հանդիպեմ քեզ հենց այնտեղ, որտեղ դու հիմա կանգնած ես։ Ահա թե որքան գիտակցված է իմ սերը քեզ հանդեպ, ահա թե որքան խորն է իմ հոգատարությունը։ Մի թույլ տուր, որ վախը շրջի քեզ։ Մի թույլ տուր, որ կասկածները համոզեն քեզ, որ սա քեզ համար չէ։ Իմ հոգին հիմա ուղղակիորեն խոսում է քեզ հետ, հաստատելով քո սրտում, որ այս խոսքերը կենդանի են, որ նրանք կրում են ուժ և որ դրանք նախատեսված են հենց քեզ համար։ Սա խաղ չէ, սա գրական տեքստ չէ, սա իմ սիրտն է, որ թափվում է քեզ համար։ Եվ եթե ընդունես սա, եթե լիովին բացվես, ես կկատարեմ այս կարճ րոպեների ընթացքում ավելին, քան դու կարող էիր պատկերացնել ամբողջ կյանքում, լիքը ջանքերով։ Ես կանչում եմ քեզ հիմա։ Կանգ առ, իմ զավակ։ Հանձնիր ինձ քո սիրտը ընդամենը 2 րոպե, և ես կտամ քեզ խաղաղություն, որ գերազանցում է ամեն ըմբռնումը։ Ես կտամ հանգիստ քո հյուծված հոգուն։ Ես կտամ ուրախություն, որ ոչ մի հանգամանք չի կարող խլել։ Սա իմ կանչն է, սա իմ համար կոչն է, և եթե մնաս ինձ հետ, եթե լսես մինչև վերջ, դու այլևս երբեք նույնը չես լինի։ Իմ սիրելի զավակ, կանգ առ մի ակնթարթ և գիտակցիր այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Ես մտել եմ քո օրը դիտավորյալ, ես ընդհատել եմ քո շտապողականությունը, սահելը, շեղումները և անհանգիստ մտքերը, որովհետև այս պահը սուրբ է, սա պատահականություն չէ, սա սխալ չէ, սա համընկնում չէ։ Դու պատահաբար չես հանդիպել այս խոսքերին։ Ես քեզ բերել եմ այստեղ։ Ես կազմակերպել եմ հենց այս պահը, այս ակնթարթը դեռ ժամանակների սկզբից, և այսօր գործի եմ դրել այն, որպեսզի ոչինչ չխանգարի քեզ լսել իմ ձայնը։ Հնարավոր է քեզ թվաց, որ դու պարզապես պատահաբար հանդիպել ես այս պատկամին, բայց ճշմարտությունն այն է, որ այս պատկամը գնում էր քո հետևից։ Իմ հոգին առաջնորդել է քեզ, իմ սերը գրավել է քեզ։ Իմ ձեռքը ուղղորդել է յուրաքանչյուր մանրուք, որպեսզի այս խոսքերը հանդիպեն քեզ հենց այնտեղ, որտեղ դու հիմա գտնվում ես։ Սա նման չէ այլ պատկամների, որոնց հետ դու հանդիպել ես, իմ զավակ։ Դրա վրա դրված է հավերժության կնիքը, այն գրում է իմ հաստատումը։ Դու չես կարող բացատրել, թե ինչու հանկարծ զգացիր կանգ առնելու անհրաժեշտությունը, թե ինչու ինչ-որ բան ներսում շշնջաց։ Մնա, լսիր, սա պատահական չէ։ Այդ շշուկը ես էի, այդ գրավչությունը քո սրտում, այդ ներքին կանգը, այդ անորոշ անվճռականությունը։ Սա իմ հոգին էր, որ հորդորում էր քեզ գիտակցել։ Ես խոսում եմ քեզ հետ ուղղակիորեն։ Դու չես անցել կողքով և չես եկել այստեղ պարզ հետաքրքրասիրությունից։ Ես կանչել եմ քեզ։ Ես մտել եմ քո օրը և ներկայացրել եմ սա քեզ, որովհետև գիտեի ճշգրիտ ժամը, երբ քո սիրտը պատրաստ է ընդունել այն, ինչ ես պետք է ասեմ։ Դու չես զգում։ Շատերը կանցնեն այս խոսքերի կողքով, բայց ոչ դու։ Քեզ համար դրանք կենդանի են, քեզ համար դրանք կրակ և հայտնություն են։ Այդպես դու ճանաչում ես, որ ես անձամբ դիմում եմ քեզ։ Անթիվ ձայների մեջ, որ լցնում են քո օրերը, ես գալիս եմ աղմուկի միջով։ Ես հանգստացնում եմ եռուզեղը։ Ես նշում եմ այս պահը իմ ներկայությամբ, որպեսզի քեզ մնա կասկածի տեղ չլինի։ Ես քեզ հետ եմ և ունեմ հրատապ բան, որ պետք է ասեմ։ Իմ զավակ, դու հարցրել ես ինքդ քեզ. տեսնում ես ինձ, հասնում են ինձ իմ աղոթքները, լսում ես իմ անխոս արդյունքները։ Դու հարցրել ես. Տեր, Տեր, տեսնում ես ինձ, Տեր հոգատար ես ինձ մասին, Տեր լսում ես իմ ձայնը։ Լսիր ինձ հիմա։
Ես տեսնում եմ քեզ։ Ես միշտ տեսել եմ քեզ այն օրից, երբ ստեղծվել ես։ Ես հետևել եմ քո յուրաքանչյուր քայլին։ Ես երբեք չեմ շրջել հայացքս։ Նույնիսկ երբ դու մտածել ես, որ ոչ ոք չի հետաքրքրվում, ես հոգ էի տանում։ Նույնիսկ երբ դու զգում էիր քեզ անտեսանելի, դու երբեք անտեսանելի չես եղել ինձ համար։ Նույնիսկ երբ դու կասկածում էիր, թե արդյոք կարևոր ես ինձ համար, ես շրջապատել եմ քեզ այնպես, որ դու չես կարողացել հասկանալ, վստահեցնելով կրկին ու կրկին։ Դու ավելի մեծ արժեք ունես, քան ամբողջ աշխարհը, որովհետև դու իմն ես։ Դու ընտրված ես, դու թանկ ես, դու սիրով պահպանվող ես։ Հենց այդ պատճառով ես չեմ կարողացել թույլ տալ, որ այս օրը անցնի առանց կապվելու քեզ հետ։ Ես քեզ բերել եմ այստեղ, որովհետև գիտեի, թե ինչ բեռ ես կրելու հենց այս պահին։ Ես գիտեի հարցերը, որոնք ծանրաբեռնելու էին քո միտքը։ Ես գիտեի կոնֆլիկտները, որոնք բուռն էին քո սրտում։ Ես գիտեի այն լռությունը, որը շրջապատել էր քեզ։ Ես գիտեի քո հոգու աղաչանքը, այն, որ ոչ ոք այլ չէր լսել։ Ես չէի կարող մնալ անտարբեր, մինչ դու անցնում էիր սրա միջով մենակ։ Հենց այդ պատճառով ես ամեն ինչ կազմակերպել եմ։ Հենց այդ պատճառով ես խախտել եմ քո օրվա սովորական ընթացքը։ Հենց այդ պատճառով դու հիմա կարդում ես այս խոսքերը, որովհետև իմ սերը չի թույլ տա, որ դու խեղդվես հուսահատության մեջ։ Իմ հոգատարությունը չի թույլ տա, որ դու աննկատ անհետանաս։ Իմ մտադրությունը չի թույլ տա, որ քո կյանքը մարի խավարի մեջ, երբ ես արդեն գծել եմ լույս քո ապագայի համար։ Խնդրում եմ աջակցիր մեր ալիքին։ Մեր նպատակն է բերել լույս եւ ուրախություն քո կյանքում եւ աճեցնել նվիրվածություն եւ ակնածանք Աստծո առջև։ Եվ եթե ցանկություն ունես, կարող ես նվիրատվություն կատարել, սեղմելով ներքևում գտնվող շնորհակալություն կոճակը։ Իմ զավակ, ես ուզում եմ, որ դու ընկալես այն ամբողջ խորությունը, ինչ ես հիմա բացահայտում եմ քեզ։ Իմ արքայությունում չկան ձախողումներ, չկան պատահական համընկումներ։ Յուրաքանչյուր փոխգործակցություն հաշվարկված է։ Յուրաքանչյուր պահ լի է իմաստով։ Նույնիսկ այն ուշացումները, որոնք դու չես հասկացել, նույնիսկ շրջանցիկ ճանապարհները, որոնք թվացել են քեզ սխալներ, նույնիսկ փակ դռները, որոնք առաջացրել են ցավ եւ գրգռում։ Ամեն ինչ եղել է իմ ծրագրի մասը, որպեսզի բերի քեզ այստեղ, հենց այս պահին, այս խոսքերին։ Սրանում ոչինչ պատահական չէ, սրանում ոչինչ սովորական չէ։ Քո ներկայությունը այստեղ աստվածային կերպով կոորդինացված է, որովհետև ինձ անհրաժեշտ է քո սրտում դնել ինչ-որ բան, որը կփոխի քո կյանքի ընթացքը։ Ես գիտեմ, որ երբեմն դու մտածում ես, թե չափազանց աննշան ես, չափազանց կոտրված ես, չափազանց անարժան ես, որպեսզի ես հոգ տանեմ քո կյանքի մանրամասների մասին, բայց ես ասում եմ քեզ ճշմարտությունը։ Ես ոչ մի մանրուք չեմ բաց թողնում։ Քո գլխի յուրաքանչյուր մաս հաշված է։ Քո յուրաքանչյուր շունչ չափված է իմ ձեռքով։ Քո սրտի յուրաքանչյուր զարկերակ իմ ստեղծագործության արտացոլումն է։ Միթե չես հասկանում, թե որքան խորապես եմ ես նվիրված քեզ։ Ես հեռավոր եւ անտարբեր Աստված չեմ։ Ես քո հայրն եմ, քո փրկիչը, քո հովիվը, քո ուղեկիցը։ Ես ավելի մոտ եմ, քան քո շունչը, ավելի մոտ, քան քո մտքերը, ավելի մոտ, քան ցանկացած կապ, որ դու երբևէ ճանաչել ես։ Հենց այդ պատճառով ես կրկին ընդգծում եմ։ Դու այստեղ հայտնվել ես ոչ պատահաբար։ Դու ոչ պատահաբար ես լսել այս խոսքերը։ Ես քեզ բերել եմ այստեղ, որպեսզի հիշեցնեմ։ Ես չեմ լքել քեզ։ Ես չեմ թողել քեզ։ Ես դեռ պայքարում եմ քո համար։ Քո ճանապարհի յուրաքանչյուր շրջադարձը տարել է դեպի այս պահը։ Յուրաքանչյուր անպատասխան աղոթքը պատրաստել է քեզ դրան։ Յուրաքանչյուր լռության շրջանը թույլ է տվել, որ դու հիմա լսես ինձ։ Լսիր ուշադիր, իմ սիրելի։ Երբ ուրիշները հեռացան, ես մնացի։ Երբ ուրիշները անցան կողքով, ես դիտում էի քեզ սիրով։ Երբ քեզ դատապարտում էին, ես ծածկում էի քեզ ողորմությամբ։ Ես չէի կարող թույլ տալ, որ դու լուծվես այս աշխարհի եռուզեղի մեջ։ Ես առանձնացրել եմ այս պահը, նշել եմ այն իմ հոգով եւ բերել եմ քեզ այստեղ, որովհետեւ ինձ պետք էր, որ դու հասկանաս, դու մոռացված չես, դու բաց չես թողնվել, դու աստվածային կերպով կանչված ես։ Եվ գիտես, թե ինչու է սա այդքան կարևոր, որովհետեւ օրհնությունը, որ ես պատրաստում եմ քեզ համար, պահանջում է քո ուշադրությունը հենց հիմա։ Քո կյանքի հաջորդ գլուխը կախված է այս պահից։ Ես չէի կարող թույլ տալ, որ դու անցնես կողքով։ Դու փնտրել ես առաջնորդություն, եւ ահա իմ պատասխանը։ Դու խնդրել ես նշան, եւ ահա այն։ Դու ծառավ ես եղել իմ դիպչքմանը, եւ հիմա ես դիպչում եմ քո սրտին, որպեսզի լսես ինձ։ Սա պատահականություն չէ, սա համընկնում չէ, սա սխալ չէ։ Սա ես եմ, Հիսուս, կանչում եմ քեզ անունով, ուղղորդում եմ քո քայլերը, ներդնում եմ իմ խոսքերը քո կյանքում, որպեսզի քո հոգին արթնանա եւ հույսը կրկին կենթանանա։ Ես քեզ բերել եմ այստեղ եւ չեմ բաց թողնի այս պահը։ Մնա ինձ հետ, իմ սիրելի, որովհետեւ այն, ինչ ես պատրաստվում եմ բացահայտել քեզ, ամեն ինչ կփոխի։ Հիմա ես ուզում եմ, որ դու լսես առանձնապես ուշադիր։ Ես պատրաստ եմ խոսել քո կյանքի այն ոլորտների մասին, որոնք դու փորձել ես թաքցնել, այն վայրերի մասին, որոնք այնքան խոր են ցավում, որ դու հազվադեպ ես համարձակվել կիսվել դրանցով որևէ մեկի հետ։ Ես տեսնում եմ հանգիստ արցունքները, որոնք դու թափել ես։
Արցունքները, որ հետք են թողել բարձի վրա գիշերը, երբ դու մտածել ես, որ ոչ ոք չգիտի, թե որքան ծանր է քո սիրտը։ Ես տեսնում եմ անքուն գիշերները, երբ դու պառկած էիր նայելով դատարկությանը, անկարող հանգստացնելու մտքերի փոթորիկը, հարցնելով, թե արդյոք առավոտը թեթևություն կբերի։ Ես տեսնում եմ, թե ինչպես ամեն առավոտ դու վեր ես կենում կրելով բեռ, որի մասին ոչ ոք չի կռահում։ Եվ հիմա ես հստակ ասում եմ քեզ, յուրաքանչյուր արդյունք լսվել է, յուրաքանչյուր աղաչանք ընդունվել է, ոչ մեկը ապարդյուն չի եղել։ Դու անցել ես մարտերի միջով, որոնք կոտրել կլինեին շատերին։ Դու դիմացել ես ցավին, որի մասին քչերն են կարող հասկանալ։ Եվ այնուամենայնիվ դու կանգնած ես այստեղ, շնչում ես, դիմանում ես, պահպանում ես, նույնիսկ երբ թվում էր, թե այլևս ոչ մի քայլ չես կարող անել։ Հասկացիր իմ զավակ, քո համառությունը ապարդյուն չի եղել, քեզ հետ պատահած ոչինչ իմաստազուրկ չի եղել։ Յուրաքանչյուր փորձություն ձևավորել է քեզ, յուրաքանչյուր վիշտ պատրաստել է քեզ, եւ յուրաքանչյուր մենակ գիշեր ավելի մտեցրել է քեզ իմ սրտին։ Դու մտածել ես, որ մենակ ես հաղթահարում, բայց ես եղել եմ կողքիդ յուրաքանչյուր ակնթարթ։ Ես պահպանել եմ քեզ, երբ ոչ ոք չէր պահպանում։ Ես հանգիստ շշնջացել եմ քեզ մխիթրանք, երբ քո մտքում խառնաշփոթ էր։ Ես պահպանել եմ քո հոգին, երբ հուսահատությունը փորձում էր ամբողջությամբ կլանել քեզ։ Դու հարցրել ես ինձ. «Տեր, ինչու՞։ Ինչու թույլ տվեցիր այդքան ցավ։ Ինչու ստիպված եղա ամեն ինչ դիմանալ։ Ինչու չազատեցիր ինձ սրանից։ Իմ սիրելի, ես երբեք չեմ վայելել քո տարապանքները։ Իմ սիրտը կոտրվել է քո հետ միասին յուրաքանչյուր կորստի, յուրաքանչյուր հիասթափության, յուրաքանչյուր դավաճանության մեջ։ Բայց ես թույլ եմ տվել այդ պահերին լինել ոչ թե քեզ ոչնչացնելու, այլ պատրաստելու համար։ Ինչպես ոսկին, որ անցնում է կրակի միջով մաքրվելու համար, դու անցել ես բոցերի միջով, որպիսի քո հավատը ավելի վար փայլի, քո հոգին ավելի ամուր դառնա, եւ քո նպատակը ուժ ստանա, որի մասին դու նույնիսկ չես կարողացել երազել։ Այնինչ թվացել է պատիժ, պատիժ չի եղել։ Այնինչ թվացել է լքում, լքում չի եղել։ Դա մաքրում էր։ Հիշիր այն պահերը, երբ մտածել ես, որ քեզ հետ ամեն ինչ ավարտված է։ Գիշերները, երբ վստահ էիր, որ չես դիմանա։ Եվ այնուամենայնիվ դու այստեղ ես։ Դու դեռ այստեղ ես։ Եվ սա ապացույց է, որ իմ ձեռքը երբեք չի բաց թողել քեզ։ Ամեն անգամ, երբ թվում էր, թե դու կկոտրվես ցավի ծանրության տակ, ես էի, ով պահում էր քեզ։ Ամեն անգամ, երբ մտածում էիր, որ քո սիրտը ընդմիշտ կկոտրվի, ես էի, ով հավաքում էր նրա բեկորները։ Ամեն անգամ, երբ ուզում էիր հանձնվել, հենց իմ շշուկներ քեզ հորդորում ապրել ևս մեկ օր։ Դու այստեղ ես, որովհետև ես պահել եմ քեզ։ Դու ապրում ես, որովհետև իմ սերը հրաժարվել է բաց թողնել քեզ։ Ես գիտեմ խաբեությունները, որոնց հետ դու հանդիպել ես, ժամանակները, երբ վստահել ես եւ հիասթափվել ես, պահերը, երբ քեզ համար թանկ մարդիկ հեռացան, կարծես թե դու նշանակություն չունեիր։ Ես տեսել եմ, թե որքան խոր է վիրավորել սա քեզ, թե ինչպես դու սկսել ես կասկածել քո սեթական արժեքին։ Դու հարցրել ես, արդյոք չափազանց բարդ ես սիրելու համար կամ անբավարար ես պահելու համար, բայց լսիր ինչ, իմ զավակ, այդ խաբեությունները ճշմարտություն չեն։ Քո արժեքը երբեք չի որոշվել նրանց կողմից, ով քեզ չեն կարողացել ճանաչել քեզ։ Քո էությունը չի ձևավորվել այն ձայներից, որոնք մերժել են քեզ։ Քո արժեքը միշտ ապրել է ինձ մեջ, եւ ես հիմա հայտարարում եմ։ Դու անգնահատելի ես, դու թանկ ես, դու իմն ես։ Նրանք, ովքեր հեռացան, չեն խլել քո արժեքը։ Նրանք միայն ցույց տվեցին, որ նրանց չէր վիճակված անցնել ամբողջ ճանապարհը քեզ հետ։ Իսկ ես երբեք չեմ հեռացել։ Ես երբեք չեմ թողել քեզ։ Ես երբեք չեմ շրջել իմ դեմքը քեզանից։ Ես գիտեմ մենակությունը, որ ներթափանցել է քո հոգու մեջ։ Ես գիտեմ ժամանակները, երբ լռությունը դարձել է անտանելի, երբ դու ծարավ ես եղել, որ գոնե մեկը, թակարդները, որոնք այդպես էլ չեն կարողացել պահել քեզ, որովհետև ես ազատել եմ քեզ։ Այո, ես թույլ եմ տվել, որ դու անցնես կրակի միջով, բայց ես քայլել եմ կողքիդ յուրաքանչյուր բոցի միջով, եւ քո գլխի ոչ մի մաս չի վնասվել առանց իմ իմացության։ Դու դիմացել ես, դու մաքրվել ես, բայց դու երբեք չես եղել լքված։ Հետևաբար ես հայտարարում եմ քեզ, սիրելի, քո տառապանքներն ունեին նպատակ։ Սա քո պատմության վերջը չէ, սա քո վկայության ձևավորումն է։ Դու հավերժ չես մնա ցավի մեջ։ Այն արդյունքները, որոնք դու թափել ես գախնի, կդառնան վկայություն, որ ուրիշները կտեսնեն բացահայտ։ Այն գիշերները, որոնք ինչպես թվում էր քեզ պետք է կոտրեին քեզ, կդառնան գիշերներ, որոնց միջով կդրսևորվի իմ ուժը։ Այն փորձությունները, որոնք փորձեցին թաղել քեզ, կդառնան հիմք, որի վրա ես կկառուցեմ քո մեծագույն հաղթանակը։ Հետևաբար ամուր կաց իմ զավակ, մի արհամարիր քո արդյունքները, ես դրանք վերածել եմ սերմերի։ Մի սկա անքուն գիշերների համար, ես դրանցից հյուսել եմ խորաթափանցություն։ Մի վախեցիր, որ քո ներքին մարտերը ապարդյուն են եղել, ես դրանք վերածել եմ պատրաստվածության։ Դու անվերադարձ կոտրված չես,
Դու վերածնվում ես ինչ-որ ավելի մեծ բանի մեջ։ Դու լքված չես։ Դու գտնում ես քո տեղը։ Դու առանց ուշադրության չես մնացել։ Դու կանչված ես նոր, ավելի բարձր գլխի։ 2018 Ես կրկին հաստատում եմ, յուրաքանչյուր արցունք նկատվել է, յուրաքանչյուր աղաչանք լսվել է, յուրաքանչյուր կոնֆլիկտ հաշվի է առնվել, եւ հետեւաբար ես ամեն ինչ կդարձնեմ քո բարօրության համար։ Ոչինչ ապարդյուն չի եղել, ամեն ինչ դարձել է պատրաստություն։ Նույնիսկ այն տառապանքները, որոնք ամենախորն են վիրավորել քեզ, կդառնան այն վկայությունը, որը կբարձրացնի քեզ։ Եվ շուտով դու հետ ես նայելու եւ կհասկանաս։ Նույնիսկ ամենամութ ժամանակներում ես պահպանել եմ քեզ, ձևավորել եմ քեզ եւ պատրաստել եմ այն փառքին, որ գալիք է։ Իմ սիրելի զավակ, լսիր ինձ հիմա, որովհետև ես հայտարարում եմ քո կյանքի վրա այն, ինչ թշնամին չի կարողանալու խլել։ Ես խոսում եմ քո Փրկչի եւ քո Աստծո իշխանությամբ։ Քո առաջընթացը մոտենում է։ Այն կապանքները, որոնք երկար ժամանակ սահմանափակել են քեզ, արդեն փլուզվում են հիմա։ Ծանր լուծը, որ ճնշել է քո ուսերը, անհետանում է։ Անհանգստությունները, որոնք քեզ քնից զրկել են, հալվում են իմ մերձավորության լույսի մեջ։ Սրտիդ մեջ խորանած վերքը կարծես սուր, բուժվում է այն վստահությամբ, որ ես կողքիդ եմ։ Մերժումը, որ ստիպել է քեզ կասկածել քո սեփական արժեքին, փոխարինվում է հայտնությամբ. դու ընտրված ես, դու թանկ ես, դու իմն ես։ Այն, ինչ պահել է քեզ գերության մեջ, կորցնում է իր իշխանությունը, եւ այն, ինչ ժամանակին անհասանելի էր թվում, կվերափոխվի իմ ձեռքի ուժով։ Իմ զավակ, լսում ես ինձ, ես հայտարարում եմ քեզ ազատություն։ Անհանգստության կապանքները, որոնք փորձել են տիրել քո մտքին եւ ստիպել կասկածել յուրաքանչյուր քայլիդ, կործանվում են իմ խոսքի ուժով։ Անհանգստությունն այլևս իշխանություն չունի քո կյանքի վրա, որովհետև ես քո խաղաղությունն եմ։ Ես քեզ տվել եմ ոչ թե վախի հոգի, այլ ուժի, սիրո եւ առողջ մտքի հոգի։ Ես գիտեմ, թե ինչպես է անհանգստությունը գիշերներով շշնչացել քեզ, ինչպես է համոզել, որ դու կհանձնվես, ինչպես է ներշնչել, որ դու չես հաղթահարի։ Բայց այսօր ես կործանում եմ այդ խաբեությունները։ Ես խոսում եմ ճշմարտությունը քո հոգուն։ Ինձ հետ դու ավելին ես, քան հաղթող։ Դու այլևս չես լինի անհանգստությամբ կապված։ Դու վեր կկենաս վստահությամբ եւ քաջությամբ, որովհետեւ իմ հոգին բնակվում է քեզ մեջ։ Եվ ֆինանսական դժվարությունների այն կապանքները, որոնք ստիպել են քեզ կասկածել, բավարար կլինի քեզ։ Ես կործանում եմ նաեւ դրանք։ Ես գիտեմ, թե ինչպես ես տագնապել հաշիվների, սննդի, վաղվա օրվա համար։ Ես տեսել եմ, թե ինչպես ես նայել քո դատարկ ափերին եւ մտածել՝ միթե մոռացել է ինձ մասին։ Լսիր ինձ այսօր։ Ես երբեք չեմ մոռացել քեզ։ Ես միշտ եղել եմ քո ապահովումը, ինչպես ես կերակրել եմ բազմությանը մի քանի հացերով եւ ձկներով, ինչպես ես մանանա եմ թափել երկնքից իմ ժողովրդի վրա անապատում, այդպես էլ ես կհոգտանեմ քո մասին։ Քո կարիքը հավերժ չի տևի։ Ես բացում եմ ապահովման դռները։ Ես տալիս եմ հնարավորություններ, որոնք դու չես սպասել։ Ես թափում եմ քո կյանքի վրա ողորմություն, որ ոչ ոք չի կարող բացատրել։ Վստահիր ինձ, որովհետև ես բազմապատկում եմ այն, ինչ դու հանձնում ես իմ ձեռքերը։ Եվ մերժման այն կապանքները, որոնք այդքան երկար ծանրաբեռնել են քեզ, ստիպելով զգալ անցանկալի, անսիրված, աննկատ, հիմա կործանվում են։ Ես գիտեմ, թե որքան հաճախ մարդիկ շրջվել են քեզանից։ Ես գիտեմ, թե որքան հաճախ դու զգացել ես անընտրված։ Կարծես քեզ հետ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես ուզում եմ, որ դու հստակ լսես իմ ձայնը։ Ես ընտրել եմ քեզ դեռ աշխարհի ստեղծումից առաջ։ Ես դրել եմ իմ սերը քեզ վրա։ Քո արժեքը երբեք չի չափվել մարդկային հավանությամբ։ Այն միշտ որոշվել է իմ սիրով քեզ հանդեպ։ Դու մերժված չես։ Դու ընդունված ես, դու լքված չես։ Դու շրջապատված ես հոգատարությամբ։ Դու մոռացված չես։ Դու կանչված ես։ Թող մերժման ցավը ընկնի քեզանից, ինչպես պատառոտված շղթաներ, որովհետև ես հայտարարում եմ քեզ. դու պատկանում ես ինձ։ Եվ մենակությունը, իմ սիրելի, մենակությունը, որ ստիպել է քեզ տառապել լռության մեջ, ես բուժում եմ հիմա։ Դու շուրջդ ես նայել եւ տեսել դատարկություն։